Լինել ստեղծարար, լինել նախաձեռնող, թե լավ հաշվարկող, ինչ է պետք հաջողակ բիզնեսի համար։ Եթե ուզում ես գնաս արագ, գնա մենակ։ Եթե ուզում ես գնաս երկար, գնացեք ընկերներով։ Ժամանակակից բիզնեսում ողջ մնալու չգրված կանոններով, թիմում աշխատելու և թիմ ստեղծելու հմտություններով են կիսվում հայ և ռուս գործարարները։ Հայաստանում են միջազգային հեղինակավոր բիզնես դպրոցներից մեկի Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի շրջանավարտները։ Ինչու Սկոլկովոն, առաջինը կապերի և նետվորքինգի համար, դա էր առաջին նպատակը, բայց հետո նաև հասկացանք, որ կրթական նյութը շատ պրակտիկ էր ու ռուսական մենեջմենթը ու բիզնես միջավայրը բավականին մոտ է մեր բիզնես միջավայրին, ես ամերիկյանի մասին շատ բան ասել չեմ կարող, շատ փորձ չունեմ այդ կտորում, բայց կարծում եմ, որ ռուսական մենթալիտետը ու մենեջմենթը շատ ավելի մոտ է մեզ, դրա համար նաև ավելի լավ է աշխատում մեզ համար մեր շուկայում։ Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր լավագույն ներդրումը գիտելիքի տեսքով է, իսկ բիզնեսում գիտելիքի շղթան երբեք չի ընդհատվում։ Չի լինում պահ, որ դու աճես ու կանգնես այդ աճի մեջ, անընդհատ պետք է առաջ գնալ ու մենք ուզում ենք, որ մեզ հետ հավասար նաև աճեն այն բիզնեսները, որոնք նաև նպաստում են, որ մեր բիզնեսը լինի կենդանի եւ աշխատի եւ վստահում են մեզ։ Ուզում ենք, որ լինենք մենք էջի վրա մեր գործընկերների հետ զարգանանք մենք եւ զարգանան նաև մեր գործընկերները։ Ամենակարևոր նպատակը, որ դրել ենք մեր ընկերության առջև, դա այն է, որ մեր հայ գործարարները գնան եւ ստանան բիզնես կրթություն, եկնում բացարձակ էական չի դա կլինի Սկոլկովոն թե մեկ այլ միջազգային բիզնես դպրոց, բայց կրթությունը շատ կարևոր մեծ դեր է խաղում բիզնեսի կյանքում։ Ես ինքս Սկոլկովո դպրոցը ավարտելուց հետո դա հասկացա, երբ որ լրիվ այլ ձևով սկսեցի նայել իմ բիզնեսին, կարողացա նայեմ նրան որպես ընդհանուր պատկեր եւ անեմ փոփոխություններ, որոնց ազդեցության շնորհիվ ես վստահ եմ, որ մոտակա 5-10 տարվա ընթացքում մեր ընկերությունը շատ մեծ աճ կունենա, ինչը բնականաբար նաև կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Big Projects-ի համահիմնադիր Համլետ Խնկոյանն էլ վերջերս է դարձել Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի շրջանավարտ։ Բիզնես հմտությունների թարմ գործիքակազմով այսօր նա ու իր թիմը կիսվում են հայաստանյան գործարար համայնքի հետ։ Սկոլկովո միջազգային դպրոցի համահիմնադիրներից է Ռուբեն Վարդանյանը եւ Գոռ Նահապետյան, ովքեր հայեր են եւ ես երբ որ հայտնվեցի այդ դպրոցում, ես անկախ այնց ինձ շատ հպարտ զգացի, որ կան մարդիկ, կան հայեր, ովքեր կարողացել են ստեղծել մի բան, որը տարածաշրջանում կլինի առաջինը եւ նրանց նպատակն էր ի սկզբանե ստեղծելուց, որպեսզի որոշում կայացնողներ երկրում ավելի շատ լինեն։ Եվ ես հասկացա, որ ես անկախ ինձանից գնացել եմ մի երազանքի, մի նպատակի, որը նաև իրենց մոտ է եղել եւ դա ժամանակի հարց է։ Մենք մեր նպատակին կհասնենք, մեր երազանքին կհասնենք, մեր հայրենիքը կլինի այլ ավելի ուժեղ եւ ավելի հզոր։ Բիզնես մտածելակերպը Հայաստանում գտնվում է ամենասկզբնական, այսպես ասած, էտապի վրա, դեռ շատ ճանապարհ ունի անցնելու եւ զարգանալու եւ շատ նշանակալի է, որ մեր ռուս գործընկերները Հայաստանում կիսվում են իրենց փորձով։ Իդեպ բացի շրջանավարտ գործարարներից, Big Projects-ի թիմը Հայաստան է բերել նաև Սկոլկովոյի պրոֆեսոր դասախոսներին, որոնց հետ քննարկումներն էլ ավելի արդյունավետ են դառնում։ Երևան, Տավուշ, Լոռի։ Հայաստանյան բիզնես ներուժը լիարժեք բացահայտելու համար այս օրերին ռուս գործարարները կլինեն մեր երկրի տարբեր կրթական կենտրոններում, բիզնես ուղղություններում։ Անկախ նրանից, քանի տարեկան է բիզնեսմենը կամ քանի տարեկան է նրա ստեղծած բիզնեսը, կրթությունը շարունակական է եւ չընդհատվող, եթե գործարար ես։ Առաջնորդվելով հենց այդ շարունակականությամբ ու սոցիալական պատասխանատվությամբ, Big Projects-ի թիմը հերթական նորարար հարթակն է ստեղծում, որտեղ երկխոսելու են հայկական եւ միջազգային բիզնես համայնքները, բացելով հնարավորությունների եւ կարողությունների նոր դռներ։